Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Այսօր միասին պատրաստելու ենք շերտավոր խմոր։ Մեզ անհրաժեշտ է 3 ձու, սպիտակուցները չենք օգտագործում, մեզ միայն անհրաժեշտ են դեղնուցը ձվի։ Լավ հարում ենք, ավելացնում ենք 3 բաժակ տաք ջուր, մեկ թեյի գթալ լիմոնի աղ, 2 թեյի գթալ աղ, կես թեյի բաժակ ձեթ, 2 ճաշի գթալ քացախ և 150 գրամ կարագ։ Մեզ անհրաժեշտ է նաև բարձր կարգի ալյուր, մոտավորապես 7-ից 8 բաժակ, ալյուրը անպայման պետք է անցկացնել մաղով, քանի որ այդ դեպքում ալյուրը հարստանում է թթվածնով և մեր խմորը շատ ավելի լավ է ստացվում։ Պատրաստում ենք ոչ շատ պինդ խմոր, լավ հունցում ենք և թողնում ենք կես ժամ հանգստանա սենյակային ջերմաստիճանում։ Խմորը 60 անգամ հարվածում ենք սեղանին, բաժանում ենք 4 գնդի և թողնում ենք 10 րոպե հանգստանա։ 250 գրամ մարգարինը փափկեցնում ենք, դնում ենք յուրաքանչյուր խմորի մեջ և նույնպես 10 րոպե թողնում ենք հանգստանա։ Ամեն մի գունդը բացում ենք այնպես, ինչպես ցույց եմ տալիս տեսանյութում, 1 ժամով թողնում ենք սառնարանում և նույն գործողությունը կրկնում ենք 3 անգամ։ Եթե պետք է խմորը տեղափոխենք սառցախցիկ, ապա այդ օրը անպայման իրեն թողնում ենք սառնարանում, հաջորդ օրը նոր տեղափոխում ենք սառցախցիկ։